Գիրք Միքիա, գլուխ 1. Տիրոջ խոսքը, որ եղավ Մորստացի Միքիային, Հուդայի Հովաթամ, Աքազ և Եզեկիա թագավորների օրերին, որ նա տեսավ Սամարիայի և Երուսաղեմի մասին. Լսեցեք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրություն արա, ով երկիր և նրա բոլոր լրությունը, և Տեր Եհովան վկա լինի ձեզ դեմ, Տերը իր սուրբ տաճարիցը, որովհետև ահա Տերը դուրս է գալիս իր տեղիցը, և պիտի իջնե և ման գա երկրի բարձրավանդակների վրա, և սարերը պիտի հալվին նրա տակին, և հովիտները պիտի ճեղքվին, ինչպես մոմ կրակի առաջին, ինչպես ջուր, որ իջնում է զառիվայրից։ Հակոբի անցանքի համար է այս ամենը, և Իսրայելի տան մեղքերի համար։ Ո՞վ է Հակոբի անցանքը, չէ՞ որ Սամարիան, և ո՞վ է Հուդայի բարձրավանդակները, չէ՞ որ Երուսաղեմը։ Եվ Սամարիան պիտի դաշտի քարակույտ շինեմ, այգի տնկելու տեղեր, և նրա քարերը պիտի թափեմ ձորը, և բանամ նրա հիմերը, և նրա բոլոր կուռքերը պիտի կոտրատվին, և նրա բոլոր վարձքերը պիտի կրակովայրվին, և նրա բոլոր արձանները պիտի ամայի անեմ, որովհետև բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքի էլ պիտի դառնան։ Սրա համար պիտի ողբամ և հառաչեմ, պիտի կողոպտված և մերկ մանգամ, սուգ պիտի անեմ չագալների պես և կոծ ջայլամների պես, որովհետև անբժշկելի է նրա վերքերը, որովհետև եկավ մինչև Հուդան, հասավ իմ ժողովրդի դռանը, մինչև Երուսաղեմ։ Գեթի մեջ մի իմացնեք, բնավ լաց մի լինիք, Բեթափրայումը փոշու մեջ պիտի թավալվի։ Անցկաց քեզ համար, ով Սափիրի բնակչուհի, ամոթով մերկ, դուրս չի եկել Սանանի բնակչուհին, Բեթեսելի կոծը պիտի առնե ձեզանից իր օթևանը, որովհետև գալարվում է բարյաց համար, Մարոթի բնակչուհին, որովհետև չարիք պիտի իջնե Տիրոջ կողմից մինչև Երուսաղեմի դուռը։ Ձին կարգին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիոնի աղջկա համար, որովհետև քեզանում գտնվում են Իսրայելի հանցանքները։ Դրա համար ընծաներ պիտի տաս Մորեսետ գեթին, Աքզիբի տները պիտի ստեն Իսրայելի թագավորներին։ Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով Մարեսայի բնակչուհի, մինչև Ոդողոմ պիտի հասնե Իսրայելի փառքը։ Գերծիր և կտրիր մազերդ, քո փափուկ որդկանց համար, լայնացու կնտությունը տարծիվի պես, որովհետև գերի տարվեցան քեզանից։